ժողովուրդները, որոնք կորցնում են ազգային արժեքները, իդեալները, պատկերացումները, որոնց ըստ էության համակարգող այդ ազգային միասնությունն է, իրենք դատապարտված են կործանման։ Անգամ մարդկանց ինքնապահպանման վնասը չի միավորում։ Հայաստանում կարմիր գծերը խախտված են, ընդհանրապես այդ կարմիր գծերը չկան։ Դպրոցներում բեմադրում են հայ զինվորին ստորացնելու հատուկ տեսարաններ։ Ցեղասպանել մի ժողովրդի, լավ, 1,5 միլիոնին ցեղասպանել այդքան հեշտ գործ է։ Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է, որից քաղաքակիրթ աշխարհը դեռ պիտի սովորի եւ սովորի։ Որ ես ու հայրս, հայր եւ որդի, անցնում են նույն քրեական գործով։ Եթե հոգևորականի հայրենիքը հանձնում են, եթե եկեղեցու հարյուրավոր վանքերն ու եկեղեցիները հանձնում են թշնամուն, արդյոք կաթողիկոսը իրավունք չունի դրա մասին բարձրաձայնելու։ Պետք է խաղաղ լինենք, Արցախը մեզ խանգարում էր։ Հայ երեխան դպրոց է հաճախում Ադրբեջանի դրոշի ներքո ամեն օր։ Ես Նիկոլ Փաշյանից մի պահանջ ունեմ ընդամենը, որ ինքը հեռանա։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, մեր հյուրը այսօր Շանթ Դաշինք ազգայնական կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանն է։ Բարև Շահեն, շնորհակալություն մեր առաջարկը ընդունելու համար։ Շահեն, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ, դեկտեմբերի սկզբին, ձեր ղեկավարած Շանթ Դաշինք կուսակցությունը եւ Արման Թաթոյանի ղեկավարած Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը կնքեցին համագործակցության հուշագիր։ Անկեղծ ասած ուզում եմ հարցնել, ի՞նչն է ձեզ միավորում։ Առաջին հայացքից փոքրինչ տարբեր թվացող այս երկու ուժերին։ Դե տարբերություններ բնականաբար ուժերի միջև միշտ էլ լինում են, թե գործիչների, թե ուժերի միջև, եւ հենց գաղափարախոսական առանձնահատկությունները դրանով էլ որ դրսևորվում են, բայց մեր եւ Արման Թաթոյանի ղեկավարած գլխավորած շարժման միջև բավականին շատ ընդհանրություններ կան, գաղափարական նմանություններ, ապագայի հանդեպ, Հայաստանի ապագայի հանդեպ տեսլականների բավականին շատ նմանություններ եւ առօրեական մտահոգություններ։ Մենք խիստ անհանգստացած ենք այն իրավիճակով, ինչը որ Հայաստանում ստեղծված է, եւ փորձում ենք համատեղ ուժերով քայլեր ձեռնարկել, որոշակի գործընթացներ իրականացնել, որի արդյունքում հնարավոր կլինի շտկել այն իրավիճակը, ինչ որ այսօր Հայաստանում կա։ Եթե կարճ ասենք, այսպես մտահոգությունները այսօրվա ներկայի հետ կապված եւ տեսլական ապագայի հետ կապված։ Շահեն, չնայած փաստաթղթում շարադրված էր ձեր ընդհանուր նպատակներն ու մոտեցումները, բայց ինչպես ասում են, փաստաթուղթը մի բան է, իրական կյանքը մի բան է։ Օրինակ, նշում եք, որ ձեր գործողությունները ուղղված են լինելու ազգային միասնականության վերականգմանը։ Ինչպես եք դա պատկերացնում մի երկրում, որտեղ հասարակությունը պառակտված է հնարավոր բոլոր ուղղություններով։ Անգամ ընտանիքներում մարդիկ բաժանված են սևերի, սպիտակների, նիկոլականների, հականիկոլականների, արցախականների, մարդիկ, որոնք դեմ էին Արցախին, եկեղեցին պաշտպանողների եւ հակաեկեղեցական արշավ իրականացնողների, այսինքն գիտեք, այս շարքը անverջ կարելի է թվել։ Դուք ինչպես եք գտնելու հատման այն կետը, որտեղ է գտնվում հատման այն կետը, որտեղ այս պառակտված հասարակության բոլոր շերտերին կարողանալու եք միավորել։ Այն ինչ որ դուք նշեցիք, այդ պառակտվածությունը հենց հատուկ է մեր ժողովրդին։ Հազարամյակների պատմությունը հենց դրա մասն է վկայում։ Բայց միևնույն ժամանակ լինում են պատմական այնպիսի իրադարձություններ եւ այնպիսի իրավիճակներ, երբ որ հասարակությունը կարողանում է համախմբման որոշակի դրսևորումներ ունենալ եւ շտկել այն իրավիճակը, ինչը որ այդ աղետալի իրավիճակը ինչ որ ունի։ Իհարկե բավականին բարդ խնդիր է մեր առջեւ դրված եւ հուսով եմ, որ այդ խնդիրը չի լինի ոչ միայն մեր առջեւ, այլ նաեւ Հայաստանում քաղաքական դաշտում կլինեն այլ ուժեր, ովքեր նույնպես կփորձեն հասնել համախմբմանը, ներազգային միասնությանը, ինչը շատ կարևոր հանգամանք է։ Բայց հենց այս դաշինքի ձևավորմամբ մենք փորձում ենք քաղաքական դաշտում մի նոր համագործակցությամբ ցույց տալ, որ ազգային միասնությունը պետք է լինի բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակական տարբեր շերտում գտնվող մարդկանց առաջնային խնդիրը։ Ես չեմ իմանում այնպիսի երկիր, որը ունի նման ազգային մասնատվածություն, ժողովրդական մասնատվածություն եւ կարողանում է պահպանել իր տեղը պատմության էջերում։ Չկա այդպիսի նախադեպ։ Երբ կարդում ենք բուզանդական կայսրության վերջին այսպես պատառիկը մնացած Կոստանդնուպոլսի անկման մասին, երբ թուրքերը հարձակվել եւ շրջապատել էին քաղաքը, այսպես քրիստոնեական բուզանդական կայսրության վերջին հենակետն էր, բավականին շատ պատմաբանները գրում են հենց տեղացի ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի մասին։ Խայտառակ մասնատվածություն, ատելության այսպես խոսք,
առևտուր, թուրքերը հարձակվել էին, բայց միևնույն ժամանակ բյուզանդացիները փոխարենը մտածեին պաշտպանության մասին, մտածում էին սեփական շահի, սեփական գումարի եւ ապագայի մասին, անձնական ապագայի մասին։ Մատնում էին ընկերոջը, չէին հասնում փոխօգնության կռվող զորքերին, բանակցություններ էին վարում թիկունքում թշնամու հետ, փորձում էին իրենց անվտանգ ճանապարհներով դուրս գալ։ Այսինքն բոլոր նման ժողովուրդները, որոնք կորցնում են ազգային արժեքները, իդեալները, պատկերացումները, որոնց ըստ էության համակարգող այդ ազգային միասնությունն է, իրենք դատապարտված են կործանման։ Շահեն, բայց մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ որ անգամ մարդկանց ինքնապահպանման վնասը չի միավորում։ Այո, Հետաքրքիր է, ենթադրեք հաջողություն ունեցաք 2026 թվականի ընտրություններում։ Հաջորդ քայլը հենց այդ միասնականությունը ապահովելու, որտեղ է այդ հատման կետը։ Եկեղեցին են անգամ պառակտում, որը դարեր շարունակ միասնականության խորհրդանիշ է եղել։ Հայաստանում կարմիր գծերը խախտված են, ընդհանրապես այդ կարմիր գծերը չկան եւ սահմանների հստակեցում պետք է տեղի ունենա։ Այո, խոսում ենք եկեղեցու, պետական իշխանության, ժողովրդի այս հակադրության մասին, բայց սա նախ եւ առաջ սահմանների բացակայության մասին է։ Իհարկե, այս սահմանները խախտվել են երկու կողմերից էլ, տարիների ընթացքում, տասնամյակների ընթացքում, բայց հաջողության դեպքում պետական իշխանությունը նախ եւ առաջ պետք է իրականացնի սահմանների հստակեցում։ Հստակ բաժանարար գծերով։ Քո աշխատանքային կամ գործունեության ծավալը տարածքը սա է, իմը սա է եւ մեր նպատակները սրանք են։ Երկու իշխանություն, եթե խոսում ենք թե եկեղեցու եւ դա հոգեվոր իշխանության մասին է եւ պետական իշխանությունը, աշխարհիկ իշխանությունը պետք է ունենան նույն տեսլականը ժողովրդի եւ պետության նկատմամբ։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ նույն տեսլականը գոյություն չունի։ Եթե բարձ ձևակերպենք, ընդհանրապես օրենքի պահպանում։ Այո, օրենքի պահպանում, բայց օրենքներն էլ պետք է բխեն մեր ազգային շահերից ի վերջո։ Ժողովրդական շահերը պետք է սպասարկեն ժողովրդի շահերը, նաև իհարկե պետության շահերը այդ օրենքները։ Պետական ինքնիշխանության պաշտպանություն, սա եւս ձեր որդեգրած սկզբունքներից է։ Անկեղծ ասած, սա էլ եմ դժվար պատկերացնում մի իրավիճակում, երբ թշնամին արդեն մի քանի տարի քո ինքնիշխան տարածքում է, հեռանալու միտք էլ չունի, եւ քո երեխան, հայ երեխան դպրոց է հաճախում Ադրբեջանի դրոշի ներքո ամեն օր այդ դրոշը աչքի առաջ ունենալով, իսկ միաժամանակ քո իշխանությունը վստահեցնում է, որ ինքնիշխանությունը հենց սա է, որ կա։ Մենք երբեք այսքան ինքնիշխան չենք եղել։ Ինձ հետաքրքիր է ձեր պատկերացրած ինքնիշխանությունը ինչպիսին է լինելու։ Անկախությունը եւ ինքնիշխանությունը կոնկրետ միտված չի ինչ-որ մի երկրի դեմ կամ ինչ-որ մի երկրից։ Դա հանում քո սեփական պետությանը։ Անկախություն եւ ինքնիշխանություն։ Եթե մենք խոսում ենք հիմիկվա իրականության մասին, երբ այո, մենք ունենք խնդրահարույց իրավիճակ Ադրբեջանի այդ ձեր նշած դեպքերի հետ կապված, ես էլ կհավելեմ, որ շուրջ 30 տարի անկախությունից հետո մենք ունեցել ենք նման խնդիրներ ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև այլ պետություններից։ Կախյալ հարաբերությունների մեջ ենք եղել, հենց Ռուսաստանի հետ կապված մենք ունենք խնդիրներ, ինքնիշխանության դրսևորման խնդիրներ, որը բնականաբար չշտկվեց, ինչը պետք է հանգեցներ նաև նոր արտաքին մարտահրավերների եւ ինքնիշխանության սպառնալիքի։ Սա եւս մեկ անգամ կարևոր խնդիր է, ինչը պետական իշխանությունները պետք է լուծեին այս խնդիրները դեռևս անկախության տարիներից սկսած։ Արդեն շուրջ 34-30, շուտով կլինի 35 տարի մենք անկախ պետություն ենք, բայց անկախության տարիները, Արցախյան ազատամարտի հաղթական տարիները մեր գիտակցությունների մեջ շարունակում է պահպանվել որպես մթի ու ցրտի տարիներ։ Սա մեծագույն խնդիրն է, ինչը պետք է բեր հանգեցներ անկախության եւ ինքնիշխանության նկատմամբ, այդ գաղափարների նկատմամբ հասարակության եւ սերունդների անտարբերությունը եւ դրա համար էլ այսօր մենք ունենք ինքնիշխանության սպառնալիքներ, բայց հասարակությունը շարունակում մնել անտարբեր։ Բա ինչ էր, այսինքն անկախության կերտման տարիները, Արցախյան հաղթանակի տարիները սերունդների մեջ գիտակցության մեջ ամրապնդելով իբրև թե մթի ու ցրտի տարիներ, ինչը բնական երևույթ է, անկախություն ես ձեռք բերում, պետություն ես կերտում, Արցախ ես ազատագրում, եւ մութ ու ցուրտը այդտեղ երկրորդական, եթե ոչ երրորդական պետք է լիներ, դու դա ամրապնդում ես, որ այդ տարիները ամրապնդում ես որպես այդ գիտակցություն, մթի ու ցրտի ու ակնկալում ես, որ
հաջորդող եկող սերունդները, որոնք պետք է տեր կանգնեն այս պետությանը, իշխանությանը, պետք է օրինակ անտարբեր չլինեն, երբ հայ երեխաները գնում են դպրոց Ադրբեջանի դրոշի ներքո կամ զինվորի հետ, չգիտեմ, շատ քիչ հեռավորության վրա, կամ դեռ ավելին, Ադրբեջանը օկուպացնում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից, անկախ այդ ինքնիշխան տարածքից հատվածներ, խոսքը Սև լճի մասին է եւ շատ այլ հատվածների։ Ոչ միայն հասարակությունն է անտարբեր լինում, այլ նաեւ պետությունը պաշտոնապես դրսևորում է իր անտարբեր մոտեցումը։ Վերջերս մամուլում մի ինֆորմացիա հրապարակվեց, որ Սև լճի տարածքում ունենք դիրքեր, որտեղ հայ զինվորներն անցնում են ադրբեջանցիների մոտով եւ նրանք կարծես այդպես իրենք են որոշում, որքան ծնունդ պետք է տանի զինվորը, չգիտեմ, նրանց թերի տակով են այսպես անցնում, այսինքն այդ զինվորի հոգեբանությունը պատկերացնում եմ հայ զինվորի եւ այդ առիթով հարցում էին կատարել պաշտպանության նախարարությանը, սկզբում ասել էին կարծեմ գրավոր ներկայացրեք երկար ձգձգելուց հետո եւ վերջո պատասխանել էին, որ Հայաստանի զինված ուժերը կատարում են իրենց պարտականությունները։ Ընդամենը այս հարցմանը, սրա հետ կապված հարցմանը Պաշտպանության նախարարությունն այսպես է արձագանքում, մոտավոր մի ոչինչ չասող պատասխան, այնպես որ ինքնիշխանության դրսևորումներից եւս մեկը։ Դեռ ավելին, հավելելով ձեր ասածին, ես հիշում եմ, հենց անձամբ երկրի ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Սև լճի հետ կապված, որ ինչ որ լճի համար չի պատրաստվում պատերազմ հրահրել Ամայի տարածքների համար չենք պատրաստվում։ Սա իհարկե պետք է միշտ արձանագրենք, որ ոչ մեկ պատերազմ չի ցանկանում, ոչ մեկ զոհեր չի ցանկանում, դա սարսափելի բան է, սարսափելի անգամ մտածել այդ մասին։ Ներողություն Շահեն, բայց այնուամենայնիվ ամբողջ պաշտոնական լրահոսը տանում է նրան, քարոզչությունը տանում է նրան, ովքեր որ դեմ են այս ստորացումներին, այս կեղծ ոչ ձևական բեմադրված ինքնիշխանություն կոչվածին կամ կեղծ խաղաղությանը, ուրեմն դեմ է խաղաղությանը։ Մարդիկ իրականում կողմ են իրական խաղաղությանը, ոչ թե բեմադրված։ Իրական եւ արժանապատիվ խաղաղությանը, որը գլխավոր գրավականն է նաեւ անվտանգությանը։ Երբևէ չես կարող պատկերացնել, որ դու ամեն ինչ ձիջողի դիրքերում լինես, ու դու ստանաս խաղաղություն, այնեղ լեուր մտածենք արժանապատիվ խաղաղության մասին։ 1910-15 թվականներին Թուրքիայում ապրող հայերը բավականին լավ դիրքերում էին, իրենց թվում էր թե խաղաղության մեջ են, տեսանք թե ինչ եղավ։ Եվ այո, կային շրջանակներ, ովքեր ասում էին՝ մի սերտացեք այդքան թուրքերի հետ, մի հավատացեք նրանց խոստումներին, դա լավ բանի չի բերելու։ Այդ բոլոր փոքրաթիվ ուժերը լուսանցքում էին, մղվում ընդհանուր հայ հասարակության կողմից։ Կային մարդիկ, ովքեր պայքարում էին այդ ամենի դեմ, պայքարում էին ասելով՝ մի կորցրեք ձեր ազգային դիմագիծը, ձեր ներքին դիմադրողականությունը, մի սպառեք հանուն մի քանի գրոշի կամ չգիտեմ, մի քանի ավել պաշտոնեական դիրքի կամ հնարավորության։ Եվ մնացին հասարակությունը ականջալուր չեղավ այդ մարդկանց։ Մենք տեսանք, թե ինչ ողբերգության առաջ կանգնեցինք։ Ողբերգություն եւ երևի թե աշխարհը նման բան չէր տեսել այդ մասշտաբներում, այդ ժամանակահատվածում։ 1.5 միլիոն մարդու սպանությունը եւ կոտորածը սա արհավիրք է, որը ոչ միայն բնորոշում է օրինակ Թուրքիային, Օսմանյան կայսրությանը, այլ նաեւ ինչ որտեղ բնորոշում է նաեւ մեզ ու մեր ազգային դիմագիծը։ Լավ, ենթադրենք Օսմանյան թուրքերը կամ չգիտեմ, թուրքերը որոշեցին ցեղասպանել մի ժողովրդի։ Լավ, 1.5 միլիոնին ցեղասպանել այդքան հեշտ գործ է։ Աստորեն, որովհետեւ մենք կորցրել էինք մեր արժեքները, մեր սկզբունքները, մեր դիմադրողականությունը։ Այսօր էլ ենք մենք նման մոլորությունների մեջ, երբ Հայաստանում ոգևորվում ենք Ադրբեջանից եկող ցորենով, արդեն նավթամթերքով, դա անվանում ենք խաղաղության իրական երաշխիք այն դեպքում, երբ Ադրբեջանում օրինակ մանկապարտեզներում եւ դպրոցներում երեխաների համար հատուկ զեղչեր են սահմանված Բաքվում գործող ռազմավարի պուրակի համար, որտեղ ներկայացվում էին օրինակ հայ զինվորների, զոհված զինվորների սաղավարտները որպես
ցուցանմուշներ, զենքը եւ այլն, եւ դպրոցներում բեմադրում են հայ զինվորին ստորացնելու հատուկ տեսարաններ, երբ Արևմտյան Ադրբեջան հատուկ կազմակերպությունն է պատրաստվում նրա միջոցով, այսպես ասած, Հայաստանը փափուկ ուժով գրավելու համար 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, մենք այստեղ ոգևորում ենք Ադրբեջանից եկող նավթով, ստացվում է, որ մենք մեր բոլոր զոհերը տվել ենք, ամեն ինչ զիջել ենք, հազարավոր զոհեր ենք տվել, Արցախը զիջել ենք, որպեսզի հայ մեծահարուստներից մեկը, օրինակ Խաչատուր Սուքեսյանը, թուրքերի հետ առևտուր անի, նավթամթերքի առևտուր անի, սա է մեր պատկերացրած խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Իրականում պետք է նաև նշենք, որ մեր ժողովուրդը այդքան էլ չի պատկերացնում, թե ինչ է իրական խաղաղությունը։ Մենք հեռու ենք պատկերացումներից, խաղաղություն, իրականում պատերազմ։ Ժամանակին այսպես մի քիչ առօրեական խոսքով ասենք մոդա էր խոսել պատերազմի մասին, Արցախի մասին, ոչ թե պատերազմի մասին, այլ Արցախի մասին։ Դերևս հաղթողի դիրքերում եղա այդ ժամանակ, երբ Արցախը հայկական վերահսկողության տակ էր։ Ասում էին երբեք ոչ մի թիսող թշնամուն չհանձնենք այն, պետք լինի կգնանք, կռվենք, կմեռնենք։ Փոխվեց իրավիճակը։ Արցախը այլևս մեր տիրապետության տակ չի, ակտուալ չի այլևս խոսքերի տեսքով, չգիտեմ, մեռնել Արցախի համար։ Հիմա ակտուալը խաղաղությունն է։ Հիմա էլ ասում են դե խաղաղությունը։ Պետք է խաղաղ լինենք, Արցախը մեզ խանգարում էր։ Նույն մարդիկ, գիտեք։ Շատերին եմ ճանաչում, նույն մարդիկ։ Բայց հիմա ոնց որ արդեն Հայաստանն էլ է խանգարում։ Ահա, Իրանց պատկերացրած խաղաղությանը։ Դե գիտեք, երբ որ պատմության խորքից նայում ենք, տեսնում ենք Հայաստանը իր այդ պատմական զարգացման էտապներում կորցնելով թագավորությունը, պետականությունը եւ հաջորդիվ ձեռք բերելով նորը, եղել է թվականակով ավելի քիչ, տարածքով ավելի փոքր եւ ռեսուրսներով ավելի թույլ։ Իհարկե նաև միջազգային դիրքով, հեղինակությամբ ավելի թույլ, քան նախորդը։ Սա մեր մոտ ոնց որ արդեն գենետիկական ինչ-որ հակում լինի։ Նաև միշտ մենք ես հորից եմ լսել, իմ որ շրջապատում էին դա քննարկում, այդ կոկոյի բանը կա, չէ՞, այդ ասացվածքը ասեն կամ հեքիաթը, որ կկվի, հա, երեխեքին զոհում է հանուն մյուսների։ Սա մեր երևի արդեն գենետիկայի մեջ մտած մի բան է։ Զիջես հանուն մյուսի, զիջես հանուն մյուսի։ Այդպես չի լինում։ Պետությունները այդպես չեն ձևավորվում, ազգերը այդպես առաջ չեն գնում, բայց դրա համար էլ գալիս այսօրի ենք հասնում։ Աշխարհակալ տերությունից գալիս հասնում ես իրականում ոչնչության։ Մենք ինչ որ ունենք արարևույթ այս պետությունը։ Սա արարևույթ պետություն է իրականում։ Խորքային, բովանդակային իմաստով մենք չունենք պետություն։ Որովհետև պետությունը շատ են ասում դրոշ, տարածք, ինչի մենք հիմա չենք տեսնում, որ այդ տարածքները սակարկվում, պետք եղած դեպքում թշնամու կողմից է, սեփական իշխանության կողմից է, դրոշն էլ կարան հանգիստ փոխեն, օրներն էլ կարող են հանգիստ փոխել, սահմանադրությունն էլ եկեղեցին էլ կարող են փոխել, եկեղեցին էլ կարող են փոխել, կարող են ձերբակալել, կարող են հարձակում իրականացնել հատուկ ջոկատայիններով, կարող են ժողովրդին պարակտել, եկեղեցականի ու չգիտեմ ինչի, չէ, պետությունը հենց սա ապացուցում է, որ դա չի։ Սրանք պետական այդ խորհրդանիշներն են, որը այո, բոլոր պետությունը պետք է ունենան, բայց պետությունը դա մարդու մտածողությունն է։ Աշխարհում հազարավոր ժողովուրդներ կան եւ մի երկու, չգիտեմ, հարյուրյակի մոտ պետություն ընդամենը։ Դա ինչով է բացատրվում։ Ժողովրդական կամ այսպես ասենք ժողովրդի տվյալ տարածաշրջանում ապրող մտածողությամբ ցանկանում են ունենալ պետություն։ Ուրեմն պետք է դուրս գան ժողովրդի բնակչի կարգավիճակից։ Սպառող բնակչի կարգավիճակ։ Առավել ևս սպառող բնակչի կարգավիճակից։ Նոր հատկություններ են պետք, նոր հատկանիշներ մարդուն, ազգային պատկերացումներ, այդ համայնքային մտածողությունը պետք է մեր մեջից դուրս գա։ Այո, ինչ որ տեղային հայրենասիրական, համայնքային ինչ որ դրսևորումներ մեր մեջ կան, բայց դա պետությանը հարիր չի։ Հարիր է օրինակ 18-րդ դարում պարսկական կամ թուրքական կամ ռուսական ազդեցության, տիրապետության, կայսրության կազմում ապրող հայ մարդուն։ Բայց ընդհանուր միջև խորհրդային մարդուն, այսպես ասենք, էլի, որովհետև էլի պետությունը հայ խորհրդային միությունն էր։ Բայց դա հարից չի այն մարդուն, որը ապրում է ազատ անկախ Հայաստանում, հստակ սահմաններով, հստակ այդ խորհրդանիշներով, ինչի քիչ առաջ նշեցի, եսի մակում իր տեղ ունենալով, միջազգային դիրքով եւ հեղինակությամբ։ Եթե մենք չենք համապատասխանելու դրան,
ուրեմն ինչ ակնկալիքներ պետք է ունենանք ապագայի մասին։ Մեզ հետ են ուղարկելու այնտեղ, որտեղից որ մենք եկել ենք։ Թերապես Մակիավելին դա շատ լավ նշել է, փիլիսոփան, որ պետությունները ձեռք են բերվում կամ սեփական ուժով ու քաջությամբ, մասնազողությամբ, կամ ուրիշի զենքով եւ ճակատագրական բարեհաճություններով։ Հիմա մեզ որն է ավելի հավանական մեր սցենարում։ Տեսեք, մեր հայոց պատմությունը վկայում է, որ երկու դեպքն էլ մենք ունեցել ենք։ Հին ժամանակներից սկսած սեփական զենքին ենք կարճած եղել, կլինի Արտաշեսյան դինաստիայի հաստատումը, թագավորության հաստատումը, Բագրատների թագավորության հաստատումը, սա սեփական աշխատանքի պայքարի արդյունքն էր։ Բայց մեր նորանկախ հանրապետությունը, Հայաստանի հանրապետությունը հիմա, դա աշխարհակահական ցնցումների արդյունքում առաջացած պետություն էր։ Սառը պատերազմի արդյունքում Խորհրդային Միությունը պարտվեց, փլուզվեց եւ 15 հանրապետությունները, այդ թվում նաեւ Ռուսաստանը, անկախացան։ Բայց ճակատագրի բարեհաճությամբ ձեռք բերված անկախությունը դու չես կարող նույն ճակատագրի բարեհաճությամբ միշտ պահել։ Պետք է կրես դա, իսկ եթե չես կրելու, ուղղակի նորից վերադառնալ ես այնտեղ, որտեղից որ եկել ես։ Շահեն, հաջորդ մեջբերումը դարձյալ ձեր կնքած հուշագրից է, այն է ժողովրդավարական կառավարման ամրապնդում։ Այստեղ անգամ չգիտեմ ինչ ասեմ։ Ըստ պաշտոնական լրահոսի Հայաստանը ժողովրդավարության բաստիոնն է, որից քաղաքակիրթ աշխարհը դեռ պիտի սովորի եւ սովորի։ Ըստ մեր աչքի տեսածի ինչ որ նոր արտասովոր ավտորիտարիզմի դրսևորում, որտեղ ընդհանրապես կարծիք արտահայտելու համար տասնյակ մարդիկ կարող են անազատության մեջ հայտնվել, չնայած միաժամանակ կառավարական օթյակներից կարող են քեզ սրտիկներ ուղարկել զուգահեռ։ Ճիշտ ասած, օրեր առաջ հենց այս նույն տաղավարում քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանը մի հետաքրքիր միտք ասաց, որ սրբազան շարժմամբ, այնինչ որ իրենց այս սրբազան շարժման գործով Նիկոլ Փաշինյանը քրեականացրեց Թավշյա հեղափոխությունը։ Ես գիտեմ, որ դու ինքդ մասնակցել ես 2018 թվականի հեղափոխությանը։ Այդ օրերին, այդ գործողություններին մասնակցելով կարող է պատկերացնել, որ այդ նույն գործողությունների համար ավելին այդ գործողությունները ընդհանրապես պլանավորելու համար կամ այդ գործողությունների վերաբերյալ ինչ-որ գրառումներ անելու համար որևէ երիտասարդ հայկին կարող է 5 ամիս անցկացնել Աբովյան քրեակատարողական հիմնարկում։ Գիտեք 2018-ի պատկերացումները իհարկե նմանություններ հիմա կա 2025 թվականին, բայց մտոլորտը մի քիչ այլ էր։ Այդ ժամանակ Հայաստանում տիրող քաղաքական մթնոլորտը շատ ծանր էր, բայց լավատեսական։ Ապագայի հանդեպ մենք հույս ունեինք։ Կստեմ, եթե ասեմ, որ այդ ժամանակ չի կբացառեինք, որ մարդիկ կկալանավորվեին, որովհետև շատ անարդարություններ ինքներս տեսել ենք։ Իհարկե, հա, կնոջ հանգամանքը միշտ մի քիչ նուրբ է եղել, նամանավանդ մեր մտածողության մեջ, բայց շատ այլ հարցեր կար, որ մենք լրիվ կբացառեինք 2018 թվականին։ Բնականաբար լավատեսություն եք ունեցել, ոնց մասնակցել եք։ Ակնկալիքները այլ են եղել։ Մոտավոր անգամ կարող եք պատկերացնել այն, ինչ որ գոյություն ունի հեղափոխությունից օրինակ 8 տարի անց։ Եկեք այսպես հստակ ենք նկատի ունենք, որ կինը կդառնա քաղաքապանտարկյալ, թե ինչ որ Հայաստան ունենք հիմա։ Ամբողջը։ Իհարկե, ոչ կին քաղաքապանտարկյալը կարծում եմ այն իրականության հետևանքն է, ծնունդն է, որի մեջ մենք ապրում ենք, որի մեջ մենք հայտնվել ենք վերջին 8 տարիների ընթացքում։ Ճիշտ եք ասում, բայց նորից այդ դառնալով այդ նույն տարիները, էլի այդպես նաև նշում էին, որ ժամանակին դա բացառիկ դեպք էր, երբ որ ես ու հայրս, հայր եւ որդի անցնում էին նույն քրեական գործով։ Պետության կողմից, այսինքն մեր խմբը 15 հոգանոց էր քաղաքական մեր այդ արժեքների հեղափոխության գործը, ես էլ այդ ժամանակ անչափահաս էի, 14 տարեկան եմ եղել։ Ես հիշում եմ, որ մանկությունից պայքարել ես Շահեն։ Այո, ու հայրը որդու դատում էին այդ իշխանությունը, այսինքն իշխանություններից սпасելի էր նման քայլեր, բայց հիմա եթե դուրս գալով այդ դետալային հատվածից, ընդհանրապես բացառված էր մտածել, որ Հայաստանում կլինի այն ինչ որ եղավ։ Եվ սրան երկրորդ աստիճանի բացառությունները նաև, որ կլինի այս ամեն ինչը ու իշխանությունները կշարունակեն նորից իրենց գործունեությունը ոչ միայն ապրելով Հայաստանում հանգիստ, այլև շարունակելով իշխանությունը պահպանել իրենց ձեռքում։ Եվ երրորդ կարգի, երրորդ աստիճանի բացառություն կարող լինել, անգամ մտքից իրոք մարդու չեր անցնի, որ Հայաստանը
կընկնի նման ճակատագրական աղետալի իրավիճակների մեջ, ու հայ ժողովուրդը նորից կգնա գիտակցաբար քվեկը տա այդ իրեն այդ օրը գծած իշխանություններին։ Դա ինչ ֆենոմեն է, ինչպես ես բացատրում, օրինակ դա։ Դա մեր, նորից եմ ասում, ազգային դիմագծերի շատ այսպես ուրույն տեղ ունեցող այդ ֆենոմենը։ Եթե դա ազգային դիմագիծ է, ուրեմն մենք դատապարտված ենք։ Գուցե եւ այո, մենք դատապարտված ենք։ Ընտրել վատին, վատագույնին։ Այո, միշտ մենք վատի ու վատագույնի միջև Զոհի հոգեբանությունն է գերիքշում մեր մեջ։ Ընկերներով որ շատ խոսում ենք, ասում ենք լավ, դե ես էլ որ պատմաբան եմ, ինձ էլ շատ են էլի այդ պատմական բանով հարցնում մեր, դա ո՞նց եղավ որ հայ ժողովուրդը այսքան դար գոյությունը պահպանում է։ Դե առաջին լավ, մի 10-20 դարը հաշվում ենք պետականակերտ, այսպես թագավորական, լավ ասում են 10-րդ դարից այս կողմ, 11-րդ դարից այս կողմ հայ մարդն ապրել է առանց պետականության։ Սրա նրա լծի տակ։ Մոնղոլ, թաթար, սելջուկ, պարսիկ, թուրք, ռուս։ Ոնց եղավ որ եկանք հասանք այս հերիք չեկանք հասանք 21-րդ դար, հələ մի հատ էլ անկախ պետականություն ունենք։ Որովհետև շատ երկար փորձում եմ գտնել այդ ֆենոմեն ասենք թե ինչ, ու ամաչում եմ։ Անհատների վրա է, ես մտածում որ անհատների վրա է կառուցված եղել։ Անհատների վրա կառուցվում է ազգի, հայ ազգի, այսպես շարունակական փոխանցումը հաջորդ սերունդներին, իդեալների փոխանցումը հաջորդ սերունդներին։ Բայց որպես հավաքական ժողովուրդ մենք այնքան հարմարվող ենք եղել, այսպես ճկուն ենք եղել, ճկվող ենք եղել, չգիտեմ, բոլոր այս աշխարհակական ցնցումներին, նոր գերիշխաններին, որ մենք շարունակել ենք ապրել մինչև այսօր։ Ով եկել է տեր ա եղել տարածաշրջանին, մենք հլու հնազանդ ենթարկվել ենք իրեն։ Չհաշված են անհատներին կամ փոքրիկ խմբերին, որոնք միշտ դիմադրության օջախներ են եղել։ Գիտեք, եղել են ժամանակներ, երբ որ իսպառ մեռել է հայ ժողովրդի, այսպես Հայաստանում կամ հայկական տարածաշրջանում ապրող, Հայաստան չկար որպես պետություն, այս տարածաշրջանում ապրող հայության մեջ իսպառ ջնջվել է ազատագրության բոլոր տեսակի ձգտումներն ու մղումները, չկար, ոչ մի բան չկար, փորձ է եղել դրսում ապրող, այսպես Հնդկաստանում, Ռուսաստանում եւ այլ տարածքներում ապրող նշանավոր հայերի կողմից, Հովսեփ Էմինի կլինի, Իսրայել օրու կողմից կլինի, իրենց կողմից քայլեր են փորձել իրականացնել Հայաստանում ազատագրական մտքեր արթնացնելու ուղղությամբ, ոչ միայն այդ մարդիկ այստեղ բախվել են խնդիրների հասարակության կողմից, այլ նաև բախվել են հենց բարձրագույն հոգևորական իշխանությունների կողմից։ Մենք ունեցել ենք կաթողիկոս Սիմեոն Երևանցին, որը բանադրում էր բոլոր այն մարդկանց, մեր արցախցի Մովսես Բաղրամյանը, որը Հնդկաստանում մադրասի խմբակներ օգնում, բանադրում էր եւ սպառնում էր բանադրել բոլորին, ովքեր կխոսեն ազատագրության մասին, ովքեր կտպեն ազատագրության վերաբերյալ գրքեր։ Բայց դրանից առաջ մինչդեռ 1 դար առաջ մենք ունեցել ենք Հակոբ Շուխայցի կաթողիկոս, ով ինքը նախաձեռնում էր այդ գործընթացը։ Մեր երկրից մարդկանց էր ուղարկում արտասահման, Եվրոպաները, չգիտեմ, տարբեր տեղեր, փորձում էր նախ կրթություն բերել Հայաստան, գրքեր բերել Հայաստան, երկիր ոչ պետություն, մենք գտնվում ենք լույս տակ։ Եվ այդպիսով փորձեր վերականգնել Հայաստանի անկախությունը։ Չէ, բայց 1 դար հետո մենք տեսնում ենք Սիմեոն Երևանցու կեցվածքը։ Ու այսպես մեր մեջ մեռավ, ընդհանրապես մեռավ այդ թեկուզ անհատները, անհատական փոքրիկ խմբերը, բայց միևնույն ժամանակ մենք շարունակեցինք մեր գոյությունը պահպանել, որովհետև մի կողմից մենք ունեինք մեծամասնության մեջ բավականին հարմարվող մի ժողովուրդ, հարմարվեր ցանկացած մի բանի, ցանկացած հալածանք ընդուներ հանուն այդ օրվա հացի եւ անվտանգության, ցավալի փաստ է, բայց պետք է հարարեցվենք այդ ճշմարտության հետ։ Եվ մյուս կողմից միջև այսօր ձգվող մի փոքրաթիվների խումբ, որոնք երազում են պետության, անկախության, ինքնիշխանության ու լավ ապագայի մասին, իդեալների մասին, որոնք չեն համարում, որ հայ մարդը պետք է լինի բացառապես բնակիչ ու սպառող բնակիչ, ինչպես որ նշեցինք։ Շահեն հրաշալի օրինակներ նշեցիք հոգևորականների։ Այս իշխանությունները այսօր եկեղեցուն մեղադրում են, հոգևորականներին մեղադրում են, որ զբաղվում են քաղաքականությամբ։ Ասելով, որ դա հանցանք է, հիմնական հանցանքներից մեկը։ Այդ դեպքում ինչպես բացատրենք խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 18-րդ հոդվածը, որը ասում է. ես ուղղակի ուզում եմ մեջ բերել
Պետությունը կրոնական կազմակերպությունների անդամներին եւ սպասավորներին վերապահում է հասարակական եւ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք, այլ քաղաքացիների հետ համահավասար։ Կրկնում եմ, այլ քաղաքացիների հետ համահավասար։ Իշխանությունը սա չգիտի, թե Բացառված իմանալով չիմանում։ թե մանիպուլացնում է ժողովրդին։ Իրենք պես բարձր ամբիոններից կոնկրետ մեղադրանքներ են հնչեցնում հոգևորականների հասցեին, բայց միաժամանակ ժամանակին կարող էին հպարտանալ Խրիմյան հայրիկով եւ նույն հոգևորականներով, որոնց անունները դուք թվեցիք։ Գիտակցաբար են սա անում։ Եթե հոգևորականի հայրենիքը հանձնում են, եթե եկեղեցու հարյուրավոր վանքերն ու եկեղեցիները հանձնում են թշնամուն, արդյոք կաթողիկոսը իրավունք չունի դրա մասին բարձրաձայնելու։ Մյուս կողմից, մենք որպես հասարակություն կներեինք այդ կաթողիկոսին, եթե ինքը այս պահին, այս ազգային ճգնաժամի պահին դիրքորոշում չունենար։ Մենք կներեինք մեր հոգևորականներին, բարձրագույն հոգևորականներին, որոնք իրենք չընդդիմանային այն ամենի դեմ, ինչ որ անում է այսօրվա ազգադապ իշխանությունը։ Ես եւ դուք կներեինք շահեն։ Գուցե այսօրվա մենք չենք ների, ես չէի ների, վստահ եմ դուք էլ չեք ների։ Գուցե 90% ժողովրդի ներեին, բայց մի շատ կարևոր բան, պատմությունը չէր ների այդ մարդկանց։ Դա շատ կարևոր հանգամանք է, երբ որ պատմական հեռանկարում պետք է նայես նաև օրվա գործողությունները։ Այսօր մեր հասարակությունը պետք է իմանա, որ գուցե իրենք մեծամասնություն են կազմում այդ կեղծ խաղաղասիրությամբ եւ ուրիշներին մեղադրելով, թե դուք պատերազմ եք ուզում, բայց ովքեր որ ուզում են արժանապատիվ իրական խաղաղություն, այդ օրվա հացի մասին մտածելով զիջել տարածքները, գուցե իրենք այսօր տեսնում են, որ իրենք մեծամասնության մեջ ճիշտ են։ Բայց թող բոլորը իմանան, որ պատմության ոչ շատ հեռու մոտ ապագայում բոլոր այդ մարդիկ ամոթով են մնալու պատմության մեջ։ Այդ մարդկանց սերունդները կարդալու են հայոց պատմության էջերում, ասել են, որ մեր սերունդները այսպիսին էին, ոնց որ այսօր մենք քննադատում ենք մեր նախկին սերունդներին, որոնք չեն կատարել իրենց աշխատանքը, գործը, իրենց ճիշտ չեն պահել եւ որի պատճառով մենք գնացել ենք ցեղասպանվել ենք, ամբողջ ազգով տա խայտարակությունը, կորցրել ենք մեր թագավորությունը, մեր պետությունը, քննադատում ենք, այդպես էլ իրենց են քննադատելու։ Մենք շարունակ դարեր շարունակ իմացել ենք, որ մեր եկեղեցին պետություն չունենալու պայմաններում պետության դեր է կատարել։ Գիտեք, այո, Այսօր կարող ենք թույլ տալ, որ իսկ այսօր եկեղեցուն քննադատում են նրա համար, որ բարձրաձայնում է, որ 120,000 արցախցիները բռնի տեղահանվել են իրենց պատմական հողից, իրենց հայրենիքից, եւ նրանց իրավունքները այսօր պաշտպանված չեն։ Եվ սա որակելով որպես քաղաքականությամբ զբաղվել, մարդուն թիրախավորում են եւ ներխուժում նրա անձնական կյանք։ Ես մի հարց եմ ուզում տալ Շահեն, եթե ընդմիջեցի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովուրդը իրեն պատվիրակել է, որ իրենից պահանջում է հեռացնել կաթողիկոսին, որը այսպես ասած զավակ ունի։ Դուք որպես այդ ժողովրդի ներկայացուցիչ, ենթադրում եմ նաև հայ առաքելական եկեղեցու հետևորդ, Նիկոլ Փաշինյանին նման պահանջ ներկայացրել եք կուսակրոնության ուխտը խախտելու համար բեհափառին հեռացնել։ Ինքը անդադ ժողովրդի անունից իհարկե չգիտեմ այդ բանը միֆական ժողովուրդը ով է, որովհետև ում հարցնում են ոնց որ թե նման պահանջ չի ներկայացրել Փաշինյանին, բայց ինքը պարբերաբար ժողովրդի անունից ինչ որ բաներ է արդարացնում, իր տարօրինակ գործողություններն է արդարացնում։ ես Նիկոլ Փաշյանից մի պահանջ ունեմ ընդհանրապես, որ ինքը հեռանա։ Էդ է։ Բացի հեռանալուց ինքը ոչ մի դրական բան Հայաստանի համար չի կարող անել։ Հիմա գանք այդ թեզին ինչ որ ինքն ասում է։ Ուրեմն բավականին երկար ժամանակ է, որ թե Նիկոլ Փաշյանը եւ իշխանությունները եւ իրենց մերձավոր այսպես շրջանակներում իբրև ընդդիմություն հանդիսացող, բայց այսպես արբանյակ ուժեր անդադար ասում են ժողովրդի իշխանությունը, ժողովրդի իշխանությունը եւ ժողովրդի իշխանությունը։ Ժողովուրդը անգամ պատերակի չի գնում իրանց բեմադրած։ Ինչպես են կարողանում ժողովրդի անունը դեռ շահարկել։ Տեսեք թե ինչ է տեղի անում։ Ցավոք իրանց այդ մի հատ խոսք կա, չէ՞, բերանները լեզու են դրել, հենց մեր ժողովուրդն է իր ձեռքով դրել 21 թվականի 2021 դրեց այդ լեզուն, որից չեն կարողանում ազատվել մենք։ Այո, այդ խնդիրը կա, որը հուսամ եւ վստահ եմ, որ 6 ամիս հետո այլ իրավիճակում ենք լինելու այդ լեզուն ոնց դրել է ժողովուրդը, տենց էլ հուսանք կկտրի։ Տեսեք, այդ ընտրված իշխանությունը նախ ասում են ժողովրդի իշխանություն։ Սա իրենց համար մեծագույն արդարացում էր բոլոր այն ռեպրեսիաների, ըմբռնությունների, ինչ որ պետք է անեն Հայաստանում եւ անում են։ Սա մեկ։ Երկրորդ,
Կուսակրոնության ուխտի խախտումը դա եկեղեցու ներքին կանոնադրական խնդիր է։ Լավ, կարելի է դրա մասին բարձրաձայնել։ Իհարկե, պետական մտածողություն ունեցող մարդիկ կբարձրաձայնեն կուլիսներում։ Բոլորի աչքից հեռու, մամուլի ժողովրդի աչքից հեռու։ Հանդիպումների միջոցով ուղղակի ասենք պետական նորմալ, ասենք վարչապետ մենք ունենայինք մտածողությամբ, էլի առանց որ չտաներ ցնցումների, ինքն ընտրեց իր մտածելակերպին բնորոշ տարբերակը։ Ցնցումները, ինչ որ այսպես կեղծիքը եւ այլն, Մայրաթորի դուրը կոտրել քացիներով։ Հա, հիմա այդ տարբերակով դրա մասին բարձրաձայնել է։ Շատ լավ։ Բայց դա նորից եմ կրկնում, շարունակում է մնալ ներքին եկեղեցական կանոնադրությանը բնորոշ հատվածներում, չգիտեմ, տարածքում գործող հարց։ Բարձրաձայնեցիր, լավ արեցիր։ Ճիշտ է, լավ չարեցիր, որ ընտրեցիր այս տարբերակը, շատ լավ, քաշվի մի կողմ եւ տեսնենք թե եկեղեցականները ինչ են անում։ Դու չես կարող ակնկալել այսպես ճնշում գործադրել եկեղեցու եւ եկեղեցականների վրա, թեկուզ ինչ որ մի հարցում, որը կարող է եւ տրամաբանական է, կարող է եւ խնդրահարույց է, դու ճնշես ու ակնկալես միևնույն ժամանակ, որ եպիսկոպոսները պետք է գանգեց անեն իրենց կաթողիկոսին։ Ժանեն, բայց ակնհայտ է, չէ, որ նպատակը ազնիվ չի եւ ոչ էլ նրա խնդիրը եկեղեցականների սխալ վարքն է, հաշվի առնելով թե ովքեր են այսօր կանգնած իրենց կողքին, ովքեր են այդ 10 բարձրաստիճան հոգեվորականները, առանձնացնելով գոնե մեկին Նավասարդ Կճոյանին։ Տարիներ շարունակ հոգեվորականները ստիպված են եղել այս մարդու արածների համար արդարանալ։ Ես բազմաթիվ նման օրինակներ գիտեմ եւ Facebook-յան մի գրառումեր արել եմ վերջերս, թե ինչպես մի սեմինարի ժամանակ, երբ շատ հրաշալի հոգեվորականներ էին մեր եկեղեցու պատմությունից, ծագումից, խորքից, կանոններից էին խոսում եւ ներկա տասնյակ լրագրողներն էլ հարցեր տալու հնարավորություն ունեին եւ այդ հարցերի տողատակում անընդհատ այսպես մեղադրանք կար ուղղված եկեղեցուն, Բակաճոյանը, Բակաճոյանի Բենթլին, Բակաճոյանի զենքերը, Բակաճոյանի գողական պահվածքը եւ ես երբեք չեմ մոռանա այդ հոգեվորականի դեմքը, որը այդպես նախ մի կողմից փորձում էր, այսպես ասած, մոլորյալ եղբորը թիկունքից չհարվածել, բայց ամաչելով, չէր արդարացնում, բայց փորձում էր այսպես բամբասյանքի չվերածել այդ հանդիպումը եւ վիրավորանք կար դեմքին, որ հարյուրավոր մեր հոգեվորականներ բարեպաշտ վարքով իրենց ծառայությունը անում են, բայց դուք միայն այդ մեկ հոգեվորականին եք հիշում։ Եվ այդ նույն հոգեվորականը, այդ հոգեվորականները, որոնք անընդհատ տարիներ շարունակ ստիպված էին արդարանալ Նավասարդ Կճոյանի արարքների համար, այսպես ասած հերոսությունների համար, մի քանի օր առաջ Մայրաթորը պաշտպանում էին նա այդ Մայրաթորը սրբելու եւ սրբագործելու եկած Նավասարդ Կճոյանից։ Այսինքն ակնհայտ է, չէ, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը եկեղեցու բարենորոգումը, չէ, ոչ էլ եկեղեցում գործող գոյություն ունեցող, այսպես ասած, սրբապղծություններն են։ Եթե եկել է Նավասարդ Կճոյանով մաքրելու եկեղեցին։ Տեսեք, սրա մասին մենք շատ բարձրաձայնեցինք շատ երկար ժամանակ, բավականին շատ մարդիկ խոսեցին այդ ներքին կանոնադրության մասին։ Ընթացքում փոխվեց հարցադրումները կամ շեշտադրումները, հիմա էլ ասում են KGB-ի գործակալի այդ տեսությունը։ Շատ կասկածելի ինչ որ փաստաթղթով։ Իհարկե դա բացառելի չի, էլի պատմության խորքից որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք էլի այդ իրականում այդ գրագրության հետ կապված էլ նշեմ, որ արխիվներում իհարկե ես փաստ չունեմ, դա ճիշտ է թե սխալ է այդ հրապարակված փաստաթուղթը, բայց ինքս էլ եղել եմ արխիվներում, հենց խորհրդային արխիվների նյութ եմ կարդացել, նյութեր, որոնք եղել են թե ռուսերեն եւ թե հայերեն։ Իհարկե սա որպես ուղղակի վերցնենք փաստ իմ տեսածը ինչ որ ասում եմ, բայց չգիտեմ դա իրական է, թե իրական չէ, իհարկե նաեւ չեմ բացառում եւ կարծում եմ որ իրենցից այդքան էլ հեռու չի այդ հանգամանքը, բայց շատ կարեւոր մի բան։ Եթե խոսքը վերաբերվում է կուսակրոնության ուխտի խախտմանը, դա ներքին եկեղեցական կանոնադրությանն է վերաբերվում։ Եթե վերաբերվում է եկեղեցական գործիչների օտար երկրյա ծառայություն մատուցելու հարցին, սա մի քիչ խնդրի հարցը փոխում է եւ դա պետության միջամտությունը բնականաբար պետք է, որովհետեւ տեսեք դուք կարդում եք 18-րդ հոդվածը, այլ քաղաքացիների նման հավասար կարող ես քո քաղաքական դիրքորոշումը հայտնել եւ հետեւաբար սահմանադրությամբ
դու քաղաքացի ես եւ այլ քաղաքացիների նման պետք է ենթարկվես պատասխանատվության, եթե օտար երկրա գործակալ ես։ Տրամաբանություններ եւ դա Բնականաբար, եթե ցանկացած մեկը եթե օրենք է խախտում, ինչ իմաստ է խոսքը։ Հիմա տեսեք ինչ գործընթաց եղավ, ինչ գեներացրեցին այս սրանք Հայաստանում։ Սկզբից սկսեցին այդ կուսակրոնության մասին խոսել։ Բնականաբար ցասում եւ ըմբոստություն պետք է լիներ ընդդիմադիր հանրույթի կողմից, ովքեր որ եւ ոչ միայն ընդդիմադիր, մարդիկ, ովքեր որ ուղղակի չեն ընդունում այն ինչ որ կատարվում է եկեղեցու նկատմամբ, եւ սա ամենևին էլ կաթողիկոսին կամ որևիցե հոգեվորականի պաշտպանության մասին չի։ Սա մեր հավատքի, խճի, կրոնի ազատության պահպանման մասին է, պաշտպանության մասին է, մեր եկեղեցու այդ ինստիտուտի պահպանման մասին է։ Հասարակության բողոքը եղավ ցասումը ընդդիմությունը, սրանք փոխեցին, ասում են թե բա դուք սա գործակալական ինչ-որ ես նրբերանգը հաղորդեցին, վերջում էլ պատտվեցին, այդ իբրև է թղթի հրապարակումից հետո, դեռևս չճշտված ինչ-որ Facebook-ով հրապարակված թուղթ է, ասում են փաստորեն դուք պաշտպանում եք ԿԳԲ-ի գործակալներին, Հայաստանի շահերի դեմ գործած մարդուն դուք պաշտպանում եք։ Այսինքն այլ ընդվզում էին ակնկալում, իսկ չեն հասկացել, որ իրենց ասածները արդեն լուրջ չի ընդունում հասարակությունը։ Իհարկե, գիտեք, սա պետք է հստակ նշել, որ ոչ, մենք չենք կարող պաշտպանել որևիցե օտար երկրա գործակալի, բայց մենք իրավունք ունենք պաշտպանելու մեր հավատքը, կրոնը եւ եկեղեցին։ Մեկը մյուսին խառնել չի կարելի։ Լղոզել եւ հասարակության ներկայացնել Facebook-յան ստատուսներով, լայվերով եւ ինչ որ մամուլով հարցադրումներ անել, չգիտեմ, հարցադրումներ աչքովս ընկել, ասում են դուք ընտանիքով պայքարել եք անկախության համար, սովետի դեմ, անկախություն խորհրդային կարգի դեմ, հիմա դուք պաշտպանում եք խորհրդային այդ նույն պակի, որը ձեզ դատում էր, հալածում էր ձեր ընտանիքին, իր գործակալին, որը այսօր գործունեություն է ծավալում եկեղեցում, որ դա Facebook-յան այդպես չես ընկնում էլի այդ բանավեճերի մեջ, բայց ընդ որում բոլորի ձեռագիրը նույնն է, բոլոր ԿՊԱ-ականների կարծեք այս նույն բովանդակության մեջ գրառումներ են։ Հա, պատասխանը պարզ է, դրանից էլ անգամ այնքան պարզ է այդ պատասխանը, որ անգամ նման եթե ազնիվ է հարցադրումը, պետք նման հարցադրում չպետք է մարդու մոտ առաջանար, որ ոչ պարզ չի, որ ոչ մեկս չենք պաշտպանում մարդու, որը կարող է օտար երկրի ծառայությունների գործակալ լինել, մենք պաշտպանում ենք եկեղեցին, հավատքը, մեր ազատությունը, մեր խիղճը, չգիտեմ, այս ամեն ինչն ենք, մեր հոգևոր բանն ենք պաշտպանում, մեր հոգին ենք պաշտպանում։ Շահեն, իդեպ սոցիոլոգիական վերջին հարցումներով եւս եկեղեցին շարունակում է մնալ հանրության կողմից ամենավստահելի կառույցներից մեկը, զիջելով միայն բանակին, եթե չեմ սխալվում, եւ այս կողմնակիցների մեջ մեծ տեսակարար քշեր են կազմում երիտասարդները, ինչը ինձ համար շատ դրական ցուցանիշ է, որտեվ սա վկայություն է այն բանի, որ երիտասարդությունը տեր է իր եկեղեցուն, իր ինքնությանը, իր արժեքներին, ենթադրում եմ նաև պետությանը։ Գոնե երիտասարդության մեջ այս գիտակցությունը բարձր է։ Համենայն դեպս այս սոցիոլոգիական թվերը ինձ նման ենթադրության տեղիք են տալիս։ Ինչ ես կարծում, որպես հենց այդ երիտասարդության ներկայացուցիչ, որքանով է հիմնավորված իմ լավատեսությունը այդ առումով։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դուք իրավացի լինեք այս հարցում, եւ ես սխալվեմ, բայց կարծում եմ, որ դրանք մի քիչ օրվա զգացողությունին համահունչ են, բայց ոչ իրական, որովհետեւ 2020 թվականի պատերազմից առաջ հայ ժողովուրդը իր 99% մեծամասնությամբ սատար էր կանգնում Արցախյան հարցին, ցանկանում էր պաշտպանել, պետք է եղած դեպքում գնալ, կռվել, երեխեքին զոհել հանուն Արցախի։ Բայց մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, sense միանգամից փոփոխություն Արցախի հարցի շուրջ։ Լրիվ հակառակ երևի պատկերն է հիմա։ Չեմ տիրապետում կոնկրետ այդ մասով սոցիոլոգիական հարցումներին, բայց ենթադրում եմ տեսնելով թե ինչ է կատարվում։ Դրա համար նորից եմ նշում, շատ կուզեմ, որ դուք ճիշտ լինեք, այդ հարցումները ճիշտ լինեն գոնե այս մասով, բայց լավատեսությունս օրը-օրի վրա մի քիչ այդ մասով անկում է ապրում, թեև գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր այո տեր են թե եկեղեցուն, եւ թե պետությանը բնականաբար, թե կրոնին եւ թե մնացած մեր արժեքներին ու սկզբունքներին։ Եվ պետք է նշել նաեւ, որ բավարար է այդ տոկոսը, որի վրա հիմնվելով կարելի է փրկել թե մեր պետությունն, թե մեր եկեղեցին, թե մեր իրական անվտանգությունը ապահովել արտաքին շնամիից, թե մեր ներքին հոգևոր անվտանգությունը ապահովել։ Գիտեք, ես միշտ Ավետիք Իսահակյանի խոսքերը մարգարեական խոսքեր էին իրականում, որ ասում էր բանաստեղծությունը հայտնի ես ասում եմ կգա ոգուսով եւ դուք քաղցեք ճոխ սեղանների մոտ։
Ավելի այս մեր իրականությունը նման է դրան, այդ մարգարեական խոսքերը։ Իսկ ինչ էր, որ Ավետիք Իսահակյանը նման խոսքերով էր հանդես գալի այդպիսի բանաստեղծություններ փոքր գրում շատ կարճ, խոչքանը որ բոլորը նորից վերընթերցեն, եթե չեն կարդացել։ Որ սա մարգարեություն ըստ էության ասում ենք մարգարեական, բայց նա տեսնում էր թե ինչպիսի արժեքներով եւ ինչպիսի մտածողությամբ ենք, որ մենք մեծանում ենք եւ ապագան մեզ ինչ է սպասվում։ Եվ ես կարծում եմ, որ այո, ցավոք հենց հիմա այդ ոգու սովի պակասն է։ Եվ վերջում տեսեք, թվեր ենք նշում, որ 70 եւ ավել տոկոսը սատար է եկեղեցուն, բայց էլի ուրեմն նայում ենք այդ այն օրվա այդ խայտարակ հանրահավաքը ինչ որ իշխանությունները, 10 եպիսկոպոսները իրականացրեցին։ Մայրաթորում։ Հա, Մայրաթորի մասն է խոսքը։ Մի կողմից ինչ որ թվեր էին աչքովս ընկած, չգիտեմ, 1000 հոգի ասում են որ գնացել են 10 եպիսկոպոսների համար, 2000 հոգի գնացել են պաշտպանելու այդ եպիսկոպոսներից։ Ես այնտեղ էի եւ պաշտպանը կողմնակիցները ավելի շատ են։ Ու չեմ կարող ասել ընդգծված շատ էին, բայց ավելի շատ էին եւ ակնհայտ էր որ այնտեղ վարչական ռեսուրս է օգտագործվել նաեւ։ Կրկնակի թվեր կային եւ ոնց որ ես տեսել եմ այնց կազմակերպություն կանոնը չեմ հիշում, որը Դանիել Օնիզյանի կազմակերպությունը, որը միշտ տալիս է տվյալները եւ կարծես թե դերևս բան չի եղել։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասել։ 2000 հոգին շատ քիչ էին այնտեղ լինելու համար։ Այդ թվերը ինչ որ կա սոցիոլոգիական հարցումներով առնվազն պետք է տասնյակ հազարավոր մարդկանց ներկայություն այնտեղ ապահովեր։ Մարդիկ պետք է գնային պաշտպանելու, բայց ես չեմ եղադրում թե ինչի չեն գնացել։ Այդտեղ էլ կա խորքային պատճառներ։ Այսօր մենք տեսնում ենք այս պետության ներկայացուցիչների, չասենք պետություն, ասենք պետության ներկայացուցիչների եւ չասենք եկեղեցու, ասենք եկեղեցական ներկայացուցիչների բախումը եւ արճակատումը։ Ստեյության հոգնեցրել է մարդկանց։ Եվ մարդիկ երկու կողմից էլ ուղղակի հեռվանում են։ Եվ սա, եթե այս իրավիճակը չփոխվի, բեկումնային փոփոխություն չլինի այս արճակատման, մենք ծայրահեղ, ծայրաստիճան ավելի վատ դրության մեջ ենք ընկնելու։ Ինչու, որովհետև պետության ներկայացուցիչ հեռվանալը մեխանիկորեն հանգեցնելու է նաև պետությունից հեռվանալուն։ Եկեղեցական գործչից հեռվանալը բերելու է եկեղեցուց հեռվանալուն։ Մենք դառնալու ենք ժողովուրդ, բնակիչ, այն հին, որ ասում է, մեզ ուղարկելու են այնտեղ, որտեղից որ եկել ենք անպետություն, անկարոն, որովհետև որ պետություն չենք ունեցել, իրանք են որոշել, ինչ կրոն դավանենք, թե չդավանենք, փոխենք, թե չփոխենք, ունենանք, թե չունենանք։ Չասենք սովետը եկավ խորհրդային միությունը եւ արգելեց։ Պաշտոնապես աթեիզմ էր տիրում երկրում։ Իրանք են, եթե դու չունես պետություն, քեզ նվաճողները որոշել են քո հոգևոր ինչպիսի հոգևոր, չգիտեմ, բան ունես, առաջնահերթություններ ունենաս, ինչ դավանես կամ չդավանես անգամ։ Այսօր այս արճակատումը հենց դրան է հանգեցնելու։ Բայց սա էլ ինչ որ բանի մասին վկայում է, որ այո, եկեղեցում կան խնդիրներ, դրա մասին միշտ պետքա բարձրաձայնենք։ Եվ այո, իշխանության մեջ կան խայտարակ մեծ խնդիրներ։ Եվ կոչ, հորդոր, այդպես չեն լուծում հարցերը եկեղեցին եւ իշխանությունը պետական աշխարհիկ այդ ներկայացուցիչները պետք է նստեն դեմ առ դեմ, երկուսը խոսեն իրենց նպատակների մասին պետության ապագայի վերաբերյալ եւ տեսնեն թե իրենց մեջ ինչն է որ խանգարում է այն մուսին եւ փորձեն համադրումների միջոցով շտկելով ինչ որ իրավիճակներ խնդիրներին լուծում տալ։ Իդեպ Շահեն վերջերս մի շատ խելացի հոգևորականի հետ էի զրուցում, ասեց, գիտես, պետությունը եկեղեցու գործեր ինչի միջամտել միայն այն ժամանակ, երբ մենք պետություն չենք ունեցել։ Բայց այստեղ խնդիրն այն է, թե ինչ նպատակով է պետությունը միջամտում եկեղեցու գործերում։ Ասեց մեր ղեկավարները, աշխարհիկ իշխանությունը եւ հոգեվոր իշխանությունը միշտ միմյանց հետ համագործակցել են կամ եղել են տարաձայնություններ, բայց դա եղել է, այսպես ասած, իշահ պետության, իշահ ազգի։ Այն ինչ որ հիմա անում է, դա ուղղակի պետության դեմ է, հայ ինքնության դեմ է, այսինքն պետությունը միջամտում է մեր ազգային շահերին, իդեմս ազգային շահերի եւ իդեմս հայկական պետականության ամբողջ խնդիրը սա է կարծում եմ։ Եվ Շահեն, ես որսալով քո մտքերից մեկը ինքս ուզում եմ հուսալ, որ այդ բեկումնային փոփոխությունը կլինի 2026 թվականի ընտրությունների ժամանակ, որովհետև մենք մեզ սպառելու, ազգային ներուժը սպառելու, ինձ թվում է այլևս ռեսուրսներ չունենք,
Հաջողություն եմ մաղթում ձեր քաղաքական ուժին, ձեր համագործակցությանը, շատ ուրախ եմ, որ երիտասարդությունը իդեմս ձեր ուժի այս ընտրություններում կունենա կարևոր ասելիք եւ այդ ասելիքը մինչև վերջ տեղ հասցնելու հնարավորություն։ Շնորհակալ եմ հարցազրույցին մասնակցելու համար։ Սիրելի հետևորդներ, իմ զրուցակիցը այսօր Շան Դաշինք կուսակցության ղեկավար Շահեն Հարությունյանն էր։ Զրույցը վարեց Ալիսե Գևորգյանը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հետևեք մեր հաղորդումներին, կարող եք թողնել նաև մեկնաբանություններ։ Ցտեսություն։